Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երկու բան եմ ուզում ավելացնել։ Երեք պարոն Խաչատրյանը հարց ուղղեց, իմ կարծիքով ամենակարևոր հարցը, որ հնչեց այս ամբողջ ընթացքում բովանդակային առումով, ինչ կլիներ, եթե Գեղարդը գտնվելիս լիներ ոչ թե Մայրաթոռում, այլ ասենք Երուսաղեմի Պատրիարքարանում, սա շատ կարևոր հարց է։ Ես փորձեցի ամբողջ այս ընթացքում եղած ժամանակը ծախսել նրա վրա, տեսնել թե ինչպես է Իսրայել պետությունը պաշտպանում իր մշակութային ժառանգությունը, պարզվեց, որ Իսրայել պետության տարածքում գտնվող անկախ նրա այն հանգամանքներից, թե ոնց է գտնվող ցանկացած իր, որը թվագրվում է 1700 թվականից առաջ, ավտոմատ կերպով պատկանում է Իսրայել պետությանը եւ չունի օտարման որևէ տարբերակ նվիրատվության կամ վաճառքի եւ դրանով վարվում է ռեեստրը եւ դրանով զբաղվում է Իսրայելի պետական հնությունների վարչությունը եւ սա խիստ կարգավորվում է, հետեւաբար եթե այս իրադարձությունը տեղի ունենար Իսրայել պետության մեջ, ամենայն հավանականությամբ գործարքը ոչինչ կլիներ եւ այդ մարդն էլ կրելիս կլիներ քրեական պատասխանատվություն։ Ահա հարցի պատասխանը։ Ես առաջարկում եմ, որ պարոն Խաչատրյանը ազատ ժամանակ տրամադրի եւ մտածի այն մասին, թե ինչ կլիներ արդյոք, եթե օրինակ Երուսաղեմի Պատրիարքարանը դուրս գար Իսրայել պետության սահմանադրական կարգի դեմ եւ Իսրայելի կառավարության եւ վարչապետի դեմ ընդդիմադիր շարժում սկսեր, ինչպես կվերականգներ Իսրայել պետությունը իր սահմանադրական կարգը եւ կարելի է նաեւ չպատասխանել այս հարցին, բայց արժե մտածել։ Սիրելի քաղաքացիներ, այն ինչ մենք այս փոխադարձ մեղադրանքներից անդին առաջարկում ենք, հետևյալն է, որ Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ծայրահեղ բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը եւ կառավարությունը համաձայնություն տա, այսինքն բազմաթիվ օղակներ անցնելով, եթե այդպիսի տարբերակ լինի, ավարտում եմ պարոն Սիմոնյան, եւ ես հույս ունեմ, որ բոլոր մարդիկ այս դահլիճում մտածում են, որ եկեղեցիները պետք է մնան եկեղեցու մոտ։ Շնորհակալություն։